Պարոն Շահինյան, Նիկոլ Փաշինյանը ետ չի կանգնում եկեղեցին քանդելու իր մտքից, նաև գործողություններից պարզվեց, նաև եկեղեցու ներսում տիրադավ սրբազաններ կան, ինչ կարող եք ասել այս առումով։ Այն որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում էր հայոց ինքնությունը, հայի ինքնությունը, հայոց բանակը եւ ամենագլխավոր եւ կարեւոր ինստիտուտը դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որը որ պահել է այս ամբողջ 2000 տարի մեր ով լինելը, մեր հիշողությունը, մեր հավատքը եւ ամեն ինչ վերջի վերջո եկեղեցու շուրջ է վերջնական խնդիրները, լուծումները, գիրգրականությունը, արտաքին քաղաքականությունը, այս ամեն ինչը հենց եկեղեցու շուրջ է եղել եւ եթե մենք կորցնենք մեր եկեղեցու նշանակությունը, ապա հավաստիացնում եմ, որ ոչ շատ, բայց 15-20 տարի հետո մենք սինթեզվենք աշխարհի այն ազգերին, որոնք թափառականի կյանքով են ապրում։ Դա է լինելու եւ ինքը դրան է տանում, քանի որ նա այլ նպատակ չունի, ինչը կապված է հայոց պետականության, հայոց ինքնության, մեր հավատքի եւ մեր վաղվա օրվա հետ կապված։ Ինչ է իրեն պետք է մի խաղալիք ինչ-որ ինստիտուտ իր ձեռքի տակ, թեկուզ իրենից հետո եկողների համար նա պատրաստում է այդ ֆունդամենտը, որովհետև իրենք մտածում են, որ այդպես կկարողանան պահել իշխանությունը եւ ցավոք սրտի ի հայտ եկան այնպիսի երևույթներ, մենք եկեք իրենց անվանենք հուդաներ, իսկ հուդան դա բոլորս գիտենք, որ նա դավաճանեց Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին 30 արծաթով եւ փաստորեն ինչ որ միտեղ եկեղեցին ինքն էլ է մաքրվում իր մեջ, բայց շատ ծանր էր այս 10 առայժմ, բայց ես կարող եմ ավելացնել, որ սպասման մեջ են Ավստրալիայի թեմի առաջնորդը Վարդան Սրբազանը, Արտիկի թեմի առաջնորդ Նարեկ Սրբազանը, նրանք դեռ սպասման մեջ են, ուզում են տեսնեն, հասկանան, թե ինչ է լինելու, ինչ է կատարվելու։ Եվ այս առումով մենք հետևողական ենք լինելու, որ նաև մեր հասարակությունը, մեր ժողովուրդը իմանան, թե ովքեր էին այդ հրոսակախմբերին առաջնորդող մեր հուդաները։ Յուրաքանչյուրը մի առանձին թեմա է, թե քրեական, թե խարդախության, թե այլասերության հետ կապված։ Եվ որոշել ենք, որ անհատական անդրադառնանք նրանցից ով է եւ գիտեք մոնղոլ զորավարները օրինակ Սուբեդեյը, Ջեբեն, երբ նրանք մեր երկրի միջով անցան դեպի Եվրոպա, այսպես չեն վերաբերվել մեր եկեղեցուն։ Ոչ մեկ չի եկել քացող հարվածի դռներին, հայհոյեն, այնտեղ ամենաայլանդակությունները ձեզ հարվածեցին, որ լուսաբանում եք այդ իրադարձությունները, ամենաթողության եւ ամենաայլանդակության երևույթներն ենք մենք ականատես լինում, ինչը ասեմ, որ 100 տարի առաջ, այսինքն քիչ ավել 1915 թվականներին էլ այս երևույթները շատ առկա էին։ Այսօր մենք խոսենք այդ հուդաներից մեկի մասին, կարևոր ֆիգուրներից մեկի մասին, որը Վազգեն Սրբազան է։ Ես իրեն ճանաչում եմ եւ քանի դեռ նա կարգալույս չի կամ կամավոր չի հրաժարվել, կասեմ Վազգեն
սրբազան, որ նաև հանրությունը իմանա ում մասին է խոսքը, հոգևորական, ով փախել է վիրահայոց թեմից։ Փախել։ Գիտեք, նույնիսկ օգնել են, որ նրա անվտանգ ձևով նա կարողանա սահմանահատի գա Հայաստան։ Ցավոք սրտի, ես չգիտեմ, թե մեր վեհարանը ինչքանով է տեղեկացված եղել, ինչքանով տեղեկացված չի եղել, որովհետև նրանից հետո նա նոր նշանակում է ստացել մեր Բալթյան երկրներում, բայց իր արկածների, իր խարդախությունների ու չարագործությունների մասին ուղղակի կարելի ասել մարդու մտքով չի անցնում, թե ինչ այլանդակ երևույթի հետ մենք գործ ունենք։ Նախ նրա անբարո կյանքը, որը եւ ընտանիք է քանդել այդ մասին ամբողջ վիրահայոց թեմը գիտի եւ Վրաստանի ժողովուրդը գիտեն, հսկայական մենք համայնք ունենք, դե բնականաբար նաեւ մեր եկեղեցին հոգեվորականները գիտեն այդ մասին, քանի որ քանդել է հոգեվորականի տուն։ 3 երեխաներ ունեցող հոգևորականի, որը ծառայում էր, նրա տունը մի անչափահաս աղջկա հետ նրա այդ սիրային կապը, որտեղ հայրը եկել եւ մեծ աղմուկ է բարձրացրել, հետո իր այդ այնտեղի իր այլանդակները այնտեղի Դուք սա չեք պնդում, լսել եք։ Չէ, մենք փաստերով ենք, ինչ խոսում ենք, փաստերով ենք խոսելու։ Այնտեղի այլանդակները հոր վրա են ձեռ բարձրացրել, վախացրել։ Բազմաթիվ այդպիսի էպիզոդներ կան, ես առիթ եմ ունեցել խոսելու մի մարդու հետ, ով այս հարցերի մասին բարձրացրել է վիրահայոց այդ հոգևոր թեմի կից խորհրդի անդամ է եղել, խոսքը Գոգա Էլիբեկյանի մասին է, որը նաև հարցազրույց է տվել, ես ձեզ կտրամադրեմ այդ նյութը։ Այդ մարդը, երբ այս հարցերը բարձրացրել է, իրան էլ են ծեծել այդ մարդուն, մի քանի հոգի, ժողովի ժամանակ։ Եվ նաև հարց է բարձրացրել, որ ուր է այն $1 միլիոն, որ Վրաստանի նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին հատկացրել էր Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար։ Չկա, գումարը չկա ընդհանրապես։ Անհայտացել է, օդս է ցնդել։ Եվ այնտեղ մեծ աշխատանքներ է կատարել Ռուբեն Վարդանյանը եւ էլի մեր հայրենակիցներից շատ-շատերը։ Զուտ այսօր Ռուբեն Վարդանյանը գերեվարված է, բայց երբևէ լսել եք, որ նա Ռուբեն Վարդանյանի ուրեմն ազատության կամ աջակցության մասին ինչ-որ մի խոսք ասած։ Չէ, խուլիգանավարի պահվածքով, մարդկանց կոպտելով, վիրավորելով, ինչ-որ պատասխանին պատասխան տալով, եկել է նման մարդը պահանջում է իրենց հոգևոր հոր, ով իրենց օծել է եպիսկոպոս, արքեպիսկոպոս, նշանակումներ է արել, եւ եկել են ոչ թե իրենք հոգևորականներով, սրբազաններով կամ եպիսկոպոսներով, ուղղակի այսպես ասենք, հա, ընդդիմադիր թեև, որոնք համաձայն չեն կաթողիկոսի վարած քաղաքականության հետ, չնայած այդ հարցը եւս պետք է եկեղեցու ներսում քննարկվեր, խոսվեր, բայց իրենք եկել են իշխանության հետ իշխանություն գցելու եւ իշխանության գալու։ Ամենայն հայոց կաթողիկոսը ինքը Աստծո կողմից օծյալ է։ Բայց ինչպես Հուդայի համար կապ չուներ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է եւ 30 արծաթով դավաճանեց, այնպես էլ իրենց համար նշանակություն չունի։ Տեսեք, ստացվում է, որ առնվազն 10 եպիսկոպոսների հետ կապված ԱԱԾ-ի ձեռքին եղել են այնպիսի թղթապանակներ, որոնք ըստ էության ստիպել են, որպիսի
այսպիսի տեսակետներ կան, հա, ստիպել են, որպիսի անցնեն իշխանությունների կողմը։ Սա մյուս կողմից չի նշանակում, որ այո, այնուամենայնիվ եկեղեցին խնդիր ուներ եւ հիմա նաեւ որոշակի առումով պարզ է դառնում, թե ովքեր էին եկեղեցում ընդդեմ եկեղեցու գործողները։ Եկեղեցին, որ ունեցել է խնդիրներ, երևի մենք էլ ենք դա նկատել, որ եկեղեցին իր խնդիրները պետք է լուծեր իր բարձրագույն հոգևոր ժողովով, այլ ուրեմն եկեղեցական կանոնակարգով նախատեսված միջոցառումներով, դա եւս փաստ է։ Դա այն հարցը չէր, որ դու իշխանության ուժային կառույցների հովանավորությամբ եկել ես գրավելու, պաշարելու։ Իրենք պաշարել էին եկեղեցին եւ նրանք ուժայինների աջակցությամբ պահանջում են իրենք ոտից գլուխ բացարձակ մեծամասնության մասին եմ խոսում, որովհետեւ սրանով չի ավարտվելու այս մեր եթերաշարքը, հա, այսպես ասենք, բայց դուք եկել եք իշխանություն գրավելու։ Դուք եկել եք իշխանություն գրավելու, որ գաք, որ ինչ անեք։ Հիշեք ժամանակին ոստիկանապետը ասում էր, հիմա դու գողական ես, թե ոստիկան ես։ Այդ գողական ոստիկաններից պետք է համազգեստի միջից հանել։ Հիմա դու սրբապիղծ ես, թե սրբազան ես։ Բազմաթիվ առիթներ ա եղել իրենց մեր կողմից էլ հայ խաչակիրների ազատագրական շարժման ղեկավարն էլ, որը մի քանի անգամ ավելի շատ է ճանաչում իրենց, քան ես։ Ես կոնկրետ շատ լավ եմ ճանաչում, առիթներ շատ է եղել տարիներ առաջ 20 տարի եւ ավել, որ եղել է առիթ ծանոթանալու Վազգեն Սրբազանի հետ։ Հիմա մենք այդ հարցը իրենց ենք տալի։ Իրենց ասեցինք, դիմեցինք, Արտուր Ասատրյան դիմեց, առաջնորդ հայ խաչակիրների, որ գնացեք ձեր հարցերը ինքներդ հավաքվեք, նստեք, զրուցեք, խոսեք։ Մարդ, որը եկեղեցու պատերի ներսում է մեծած։ Իր հետ կապված ինչ էր եղել ակցիայից հետո ձեր ինչ-որ ծեծկրտուք էր եղել, ինչ-որ բան էր եղել։ Իր հետ կապված միջադեպ եղել է, ոչ անմիջապես իր հետ, իր հետի տղաները այլ տղաների հետ ինչ-որ ծեծկրտուք, այո, եղել է, անցել է, գնացել է։ Այսօր նման բաներ բոլորի հետ էլ լինում են։ Եվ ես ձեզ կտրամադրեմ նաև այդ նյութը, մարդ, ով շատ լավ է ճանաչում Վազգեն Սրբազանին, ինքը եղել է հոգևոր այդ թեմի անդամներից մեկը եւ մնացածը ինքը իր խոսքը ասենք, ես չեմ ուզում հիմա կրկնվել, թե ինչպես ներկայացրեց եւ ասաց, որ Վազգենի պես մարդիկ եթե եկան իշխանության մեր եկեղեցում, ապա եկեղեցին կդադարի գոյություն ունենալուց, այդտեղ այլ հարցեր էլ կան, նա շատ ջերմ հարաբերություններ է ունեցել այնտեղ Մոլայի հետ, շատ ջերմ, այնտեղ վրացական եկեղեցի գնացել է կաթողիկոսի մասին, ասել է մեր կաթողիկոսը գիժ է մի քանի անգամ, դե իհարկե ինչ որ իրեն չեն պատասխանել, բայց այնպես չի, որ դա նորմալ են ընդունել կամ լավ են ընդունել, էլի, որ դու քեզ նշանակում է այդ մարդը, դու գալի ասում ես, որ նա գիժը իրանք են, մենք դա կապացուցենք։ Եվ օգտվելով առիթից շնորհավորում եմ մեր ազգի մեր ժողովրդի Գալիք Սուրբ Ծննդյան կապակցությամբ եւ նոր տարին 2026 թվականը թող մեր ընտանիքներին, մեր ազգին, մեր սահմանը պաշտպանող զինվորներին Աստված պահի պահպանի, առողջ լինեն, անփորձանք լինեն եւ գալու է այն օրերը, որ մենք երազում ենք, ու հեռու չի։ Уважаемый Гога, вот бывший тут этот
глава епархии, да, Вазген Сарпазан, который убежал отсюда, здесь, Да. да, это факт. Сейчас хочет стать католикосом и бунтует. Как вы думаете, если у него получится Это быть... если получится у него, он развалит 2000-летнюю армянскую церковь. Его не только его нельзя допускать туда, где есть деньги и есть женщины. Это человек разврата. Он был здесь человеком развратом. А у вас там было во время совещания драка была, не конфликт, а драка вот Да, с да. вами. Это за что это вот произошло? Петина Иванишвили перечислил ему 1 миллион на Это- восстановление Это церкви. драм или доллар, Доллар. или Доллар. доллар, $1 миллион. Да, чтобы он бы восстановил бы церкви. Он эти деньги все себе присвоил и ни рубля не потратил на церкви. Я с ним на эту тему 1 раз, 2 раза поговорил, объяснил, что нельзя такое делать. Хоть что-то надо выделить церкви. Плюс к этому он залез в фонд «Добрый самаритянин». Раздавали детям подарки. Этим занимался Карен Иетян. Он очень порядочный парень. Он привозил подарки, а Мизаханян их отдавал на продажу. Подарки. Подарки, да, детские подарки для Так, армянских детей, которые... Да. И вот из-за этого я его 1 раз, 2 раза предупредил. И он натравил на меня диаспору, таких негодяев, как он сам. Его окружали здесь, его преданные щенки были наркоманы, да, которые даже не стеснялись в церкви, употребляли наркотики. Прямо в Прямо церкви? в церкви, да, в его комнате. Один из них был такой Леон Исаханян. Да, вот так. И никакой отчет, ничего, по Ничего, этому абсолютно миллиону. никаких этих не было. Все под его контролем. И напали на вас. Да. И он еще шантажировал люди, здесь даже некоторые мужья женам запрещали ходить туда, в церковь, когда он проводил проповедь. Потому что не доверяли ему. Вот у меня еще один вопрос. Он что-то очень близко дружил с Мола или шейх Да, Вагифом, да? Есть? Да, они вместе Рамадан отмечали шампанским. Люди видели, как он к нему приходил в мечеть и к нему домой. Мулла потом стал шейхом. Да, он настойчиво именно, когда армянская церковь получила от государства финансовую помощь, он добивался, чтобы этот шейх Вагиф получил бы он эти деньги с азербайджанской стороны, а не батумские мусульмане. Он лоббировал очень серьезно. Да. И мой последний вопрос. А как он вообще с нашими армянскими женщинами, которые вот работали в церкви, жены... В основном все были с ним в контакте. Есть семья, которая Разрушилась. да, вот разрушит полностью. Да, Тернарека. Да, да, это все знают эту Целый историю. скандал был. По этому поводу его и выгнали отсюда. Скорее всего, он убежал. Он был также в контакте с Тумасяном, матерью Тумасяна. И вот Ира Туленер, или Да. Тумасяна, Ира Окина. Да, да. С его матерью. Вот так. Ну, это несколько таких случаев уже здесь было. Потом разговоры идут, что как он соблазнил малолетнюю девочку.
Да, его отец... Малолетную? Да, с несовершеннолетней Несовершеннолетней. девушкой, да. Отец приходил, целый скандал был с ним по этому поводу. Этого отца тоже избили, его же эти наркоманы. А жало в прокуратуру не Ну, по-моему, обратились? они это сделали. Финансы что-то? Замяли это дело. А. Как и мое со мной конфликт. А это малолетняя девушка армянка была или Армянка была, да. тбилисская? Да, здешняя девочка была, отец здешний был. Я ее не видел, по правде говоря, в лицо. Не знаю, может, случайно где-то видел, но я не в курсе. Ну, малолетка, Да. откуда вы видели? Да, очень большая разница у меня с ней в возрасте. Ну, Также он против был, то, что назначили армянку Ирину Жамбутян директором 104-й армянской школы. А вторую армянскую школу закрыли по его же, это он деньги взял, за это продал эту школу 110-ю метростроя. Вот, значит, ничего приятного с ним воспоминаний здесь у людей нету. ну то же самое, значит, будет и с армянским. Да. Не дай бог, чтобы... он С продал. Эчмиадзином, если Да. у него что-то Я получится. опять повторяю, армянская церковь развалится в его руках. Его нельзя допускать вообще к епархии, там каких-нибудь, вообще ни в одну должность. Где женщины, где есть деньги. Мы же вам желаем крепкого здоровья. Спасибо, я извиняюсь, что Спасибо. в таком виде даю интервью, но болезнь сильно меня. Так было. Спасибо вам.